Իր պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ վերջին անգամ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը մատնանշելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման 3 կարևոր սկզբունքները միաժամանակ նաև թվարկել է քայլերի հաջորդականությունը։ Դրանք են փախստականների վերադարձ, սկզբում 5, ապա մյուս 2 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ հանրաքվե, խաղաղապահ ուժերի տեղակայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ու նաև տրանզիտային ճանապարհներ երկու երկրների համար։ Այդ հայտարարության առաջին կետը, երկու կետը կարդալուց հետո ազատագրված տարածքների վերադարձ առաջին կետը եւ երկրորդ կետը փախստականների վերադարձ, արդեն ասում եմ, որ դա բացարձակ հայանապաշտ չի եւ ընդհանրապես այդ բանակցային process-ից պետք է դուրս գալ։ Գործընթացները այնպես են զարգանում, որ թվում է թե 3 համանախագահող երկրները արդեն համաձայնության եկել են, կոնսենսուսի են եկել կարգավորման այս սկզբունքների շուրջ, բայց սա Հայաստանի հասարակության խնդիրն է եւ մենք պետք է թույլ չտանք, որպեսզի ուրեմն նման փաստաթուղթ ստորագրվի։ Սա մեր հասարակության հարցն է արդեն։ Այդ սկզբունքներից միանշանակ եւ ոչ մեկը չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի ազգային շահերից։ Հասարակության անունից գտնում է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսան Արզումանյանը եւ համարում, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա գործընթացը ճիշտ տունով չի ընթանում։ Դա է թերևս պատճառը, որ ՀԱԿ-ը հատուկ հանդես եկավ հայտարարությամբ եւ որպես միակ լուծում ստեղծված իրավիճակից մատնանշեց Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դա թերևս միակ ճանապարհն է, որով կարելի է կասեցնել այս ոչ հայանպաստ գործընթացը եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ այս սկզբունքների հիման վրա որևէ փաստաթուղթ ստորագրվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանը հակամարտող կողմից վերածվի բանակցային կողմի։ Իր տեսակետն է հայտնում Սմբատ Այվազյանն ու Արցախի հիմնախնդրի լուծումը բանակցային տարբերակով ընդհանրապես այլ կերպ պատկերացնում։ Ունենալ ազգային մի ծրագիր, որն ուղեցույց կդառնա այս ամբողջ գործընթացում։ Շենացնել Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ տարածքը, այդ տարածքը ամբողջությամբ կյանքի շատ ավելի լավ պայմաններ ստեղծեն, քան Հայաստանում է, քան այլ տեղերը, որպեսզի մարդիկ հաճույքով այնտեղ ապրեն, իսկ որտեղ ովքեր ապրում են, նրանք էլ այդ հողի տերերն են։ Սա է Ղարաբաղի լուծումը։ Այլ լուծում Ղարաբաղը չի կարող ունենալ, ընդհանրապես զիջել, չզիջել, փոխզիջում, դրանք ես կարծում եմ խորհուրդ են, դա ուղղակի դիվանագիտական տերմիններն են։ Տարածքներ զիջելու դիվանագիտության հետ չի հաշտվում նաև ինքը Ղարաբաղի բնակչությունը եւ որևէ առիթ բաց չի թողնում հայտարարելու, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ուժ ունենալ չի կարող։ Քանի որ նրանք են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող բնակիչների կարծիքը եւ առանց այդ կարծիքի հաշվի առնելու, առանց մեր մասնակցության ոչ մի համաձայնագիր չի գործի։ Եթե այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, ուրեմն իր հարցերով պետք է բանակցի հենց ինքը Լեռնային Ղարաբաղը, իսկ մենք բնականաբար պետք է բանակցային կողմ լինենք աջակցող, սատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Խնդրի կարգավորման հարցում բանակցող կողմ դառնալու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը կարծում է, որ առանց փոխզիջումների հարցի լուծումը գործնականում հնարավոր չէ։ Իհարկե ցանկացած հակամարտություն պետք է լուծվի փոխզիջումների հաշվին, բայց ոչ մեր տղաների, մեր բնակչության արյան գնով ձեր բերվածի հաշվին։ Իսկ եթե տարածքներ հանձնելու մասն է խոսքը, մենք չպետք է մոռանանք ամբողջ Ադրբեջանից հայերի հայաթափությունը, սա մեկ, Գետաշեն, Մարտունաշեն, Կամո, այս գյուղերը, Հյուսային Արցախը, Այնը Շահումյանը, բազմաթիվ այլ գյուղեր, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եթե վերադարձել, ուրեմն իրենք պետք է այս ամենը վերադարձնել, դու մենք նոր մտածենք։ Էլ չեմ խոսում Ասվաշենի եւ նման մնացած այլ տարածքների հետ կապված։ Փաստացի անկախ հակամարտող կողմերի ժամանակ առ ժամանակ հնչեցրած խնդրի կարգավորման տարբերակներից Արցախի ժողովրդի դիրքորոշումը միանշանակ է եւ անփոփոխ։ Այն համաձայնագիրը, այն փաստաթուղթը, որի տակ չի լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության ստորագրությունը չի գործելու։ Մարինե Տերբինյան, Գրիգոր Շաղոյան, Գալայնյուզ։